Հայաստանի պաշտպանության նախարարությունը կդեղեկացնի, որ մամուլին մեջ տարածված զինվոր կդածեն հրազենային վնասվածքով ինչ կատարված է Գաբանի մեջ վերնակիրով հրաբարակման գաբակցությամբ արդեն դրված է մեկնաբանություն լրատվամիջոցներում։ Նախնական տվյալներով զինծառայողը ստացած է թեթև մարմնական վնասվածք զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով, անոր առողջության եւ կյանքին վտանգ չսպառնար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները։ Վարչապետը ողջունեց անոնց այցելությունը Հայաստան եւ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիակումար նիստը Երևանի մեջ։ Վարչապետը անդրադարձավ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններու հետագա զարգացման եւ խորացման։ Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն կշարունակի ժողովրդավարական բարեփոխումներու հարաճ մղումը Եվրամիության օժանդակությամբ։ Անդրադարձ կատարված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման գործընթացին։ Փաշինյան ընդգծած է խաղաղության հաստատման փաստը եւ նշած, որ ներկայիս ձևավորված է բարենպաստ մթնոլորտը երկխոսություն եւ քննարկումներ արդյունավետ շարունակելու համար։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի անդամները ողջունած են ժողովրդավարական բարեփոխումներու իրականացման եւ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը, նշելով, որ խորհրդարանական ձևաչափով եւս հայաստանյան գործընկերներու հետ ունին սերտ համագործակցություն։ Միաժամանակ անոնք ողջունած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու հույս հայտնած, որ այն պիտի նպաստի դարաձաշրջանի մեջ գայունության, ապահովության եւ համագործակցության խթանման։ Անդրադարձ կատարված է նաեւ դարաձաշրջանային հաղորդակցության ուղիներու ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերուն, սահմանազատման գործընթացին եւ այլ թեմաներու։ Եվրոպական միության հետ մուտքի վիզաներու ազատականացման գործընթացը բավական արագ է, ավելի արագ, քան շարք այլ երկրներու բարակային, հայտարարեց արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյան 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ Նախարարը հույս հայտնեց, որ շատ մոտ ապակային պիտի տեսնենք գործողություններու համաձայնեցված ծրագիր, որը հետո պետք է կատարել աշխատանքներ վիզաներու ազատականացման հասնելու համար։ Բանակցությունները կրնամսել ավելի քան 99%-ով վերջացած են, հարաճիգային նախադեсված է այս փաստաթուղթի ստորագրություն, ըստ Միրզոյան։ Հայաստանի առողջապահության նախարարությունը եւ առողջապահության համաշխարհային գազམ་ագերբության եվրոպական դարաձաշրջանային գրասենյակը ստորագրեցին 2026-2030 թվականներու համագործակցության 5 տարվա ռազմավարություն։ Նախարարութենեն նշած են, որ ռազմավարությունը համահունչ է Հայաստանի ազգային առողջապահական առաջնահերթություններուն։ Նախարար Անահիտ Ավանեսյան Հանս Քլյուգեի հետ քննարկած է առողջապահական ընթացիկ ծրագիրները, մասնավորապես առողջության ապահովագրության ներդրման ուղղված քայլերը։ Նախարար Ավանեսյան 2 օրվան այցելությամբ Կոպենհագեն գտնվի մասնակցելու առողջապահության համաշխարհային գազམ་ագերբության եվրոպական դարաձաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան Նյու Յորքի մեջ մասնակցած է Հայաստանի ամերիկյան համալսարանի գալա երեկոյին, որ նվիրված է լրագրության մագիստրոսական նոր գրթական ծրագիրին, գահիտնեն տեսփանադունեն։ Միջոցառման ուղերձը հստակ էր Հայաստանին անհրաժեշտ են բարձր պատրաստվածություն ունեցող բարեվարկ լրագրողներ, որոնք կդիրապետեն ժամանակակից մեդիա գործիքները։ Սա հնարավորություն կտա արդյունավետորեն հնչեցնել Հայաստանի ցայնը միջազգային հարթակներու վրա, ըսված է հաղորդակցության մեջ։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգության եւ բարեգործման աշխատանքները կշարունակվին բնականon հունով աշխատանքներու կատարման որակին ծանոթանալու նպատակով Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժանն Անդրեասյան այսօր հերթական այցելությունը կատարեց հուշահամալիրի տարածք։ Նախարար Անդրեասյան կարևոր նկատած է մասնակիցներու հետեւողական եւ պատասխանատու աշխատանքը, ընդգծելով, որ անհրաժեշտ է խիստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքի կատարման ժամկետները։ Հայ թաղ բնակավայրի մանկապարտեզը վերակառուցված եւ հագեցված է նոր քույքով, վարչապետը դեսամիտ հրաբարացած է այդ մասին։ Ճապոնի առաջին գին վարչապետ Սանայե Տակայիթի մտածիր է Դոնալդ Թրամփի տեխնացությունը ներկայացնել Նոբելյան խաղաղության մրցանակի համար գայտնեն ճապոնական լրատվամիջոցները։ Իր մտադրության մասին անհայտնած է Թրամփի հետ բանակցություններու ընթացքին։ Կողմերը քննարկած են արևդրային անվտանգության եւ ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։ Թրամփ կոված է Տակայիթին ուժեղ առաջնորդության համար եւ նշած անոր նշանակման պատմական նշանակությունը։ Թրամփի այցելությունը Ճապոն դեղի ունենա անոր Ասիա գդարած շրջակայության ընթացքին, որոնք գլխավոր իրադարձությունը պետք է դառնա Հարավային Կորեայի մեջ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպումը գագաթնաժողովի շրջանակներում մեջ։
Թուրքիո հյուսիսարևմուտքին գտնվող Բալեք Քեսիր նահանգի մեջ արձանագրված երկրաշարժեն 4 շինություն փլուզված է, հաղորդե NTV-ն։ Թուրքիո ներքին գործոս նախարարին խոսքով մասնակիցներ արձանագրած են 3 դան եւ 1 շինության փլուզում։ Թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը գրած է, որ դժուժածներ չկան, դեղեցություններ չկան փլադակներու դակ մնացածներու մասին։ Նշված է, որ քանի շրջաններու բնակիչներ երկրաշարժի ադեն լքած են իրենց տուները եւ այժմ գվախնան վերադառնալ։ Հոկտեմբեր 27-ին Թուրքիո մեջ պատահած է երկրաշարժը 6.1 մագնիտուդ ուժգնությամբ, քանի քաղաքներու, ինչպես Ստամբուլի եւ Բալեք Քեսիրի բնակիչները զգացած են ուժեղ ցնցումներ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան։